Երբ ես ունեի իմ Արարատ էջը ու երկար տարիներ ես գրում էի Քոչարյանի ու Սերժի դեմ, նույն էջումս, որը օրական ունենում էր մի քանի միլիոն դիտում, ես պաշտպանում էի Սերժին ու Քոչարյանին օտարներից, թշնամիներից, որոնք գալիս էին ու իրանց ահաբեկիչ էին անվանում այն տարիներին, երբ որ Արցախը մերն էր, իրանք ամեն օր Սերժին ու Քոչարյանին անպատվում էին ու ասում էին, որ զինվորներ են մահանում սահմանում, որի մասին դուք այսօր չեք խոսում, բայց տարիներ շարունակ Քոչարյանի Սերժի ժամանակ լիքը զինվոր ա մահացել մեր կողմից սահմանում, ու իրանք ասում էին մեր թշնամիները, որ դա մեր մեղքն է, ասում էին Ռոբերտը ու Քոչարյանն են անում, ու ես ասում էի ոչ, ես իրանց բերանները փակում էի, որովհետև այդ իմ ազգի դեմ էր, այդ Քոչարյանի դեմ չէր, այդ Սերժի դեմ չէր, իրանք դնում էին Քոչարյանի ու Սերժի նկարները, մեմեր էին սարքում, կեղտոտ բաներ էին սարքում, կեղտոտ բաներ էին գրում, ես ջնջում էի, իրանց բլոկ էի անում, ու ասում էի չհամարձակվեք, դուք իմ ազգի տղամարդուն անուն կպցնեք, դուք ձեզ նայեք, դուք մի հատ ձեր գեշությանը նայեք, հետո փորձեք մեր տղամարդկանց անուն դնեք, չնայած ես լրիվ լիովին հակա Քոչարյանն էի և հակա Սերժի մինչև այսօր, բայց այդ Քոչարյանի պրոբլեմը չէր, այդ Սերժի պրոբլեմը չէր, այդ իմ պրոբլեմն էր, այդ իմ ազգի պրոբլեմն էր, երբ որ իմ հայ տղամարդուն անպատվում են, դա իմ պրոբլեմն ա դառնում, դա իմ ազգի պրոբլեմն ա դառնում, երբ որ Սերժին ու Քոչարյանին մեղադրում էին, թե իրանք են մեղավոր Արցախի սահմանի զոհերին մեջ, ես ասում էի ոչ, այդ դուք եք մեղավոր, այդ իմ ազգը չի մեղավոր, այդ իմ երկիրը չի մեղավոր, այդ իմ ղեկավարները չեն մեղավոր, ես տան մեջ իրանց դեմ եմ, բայց իրանց մեղքը չի, որ սահմանում զոհ ա լինում մեր կողմից կամ ձեր կողմից, ավելի շատ մեր կողմից էր, բայց ես ասում էի դա ձեր մեղքն ա, դուք եք մեղավոր, հարցը հասկանում եք ինչու՞մ ա, հարցը նրանում չի, որ իրանք կտնում են Սերժին ու ես էլ Սերժի դեմ եմ, ես էլ Քոչարյանի դեմ եմ, ուրեմն ես պետքա խոսամ իրանց դեմ, ոչ, դա ազգի դեմ ա, դա երկրի դեմ ա, իսկ դուք այսօր Նիկոլին չսիրելու հարցում կպնում եք իրանց, օգնում եք իրանք խոսան մեր երկրի, մեր ազգի դեմ, երբ որ իրանք Նիկոլին են ինչ-որ բան ասում կամ ով ուզում ա լինի, վատ բան ասում ու դուք պաշտպանում եք օտարներին նկատի ունեմ, իրար մեջ խոսացեք, իրար մեջ դուք իրավունք ունեք և Նիկոլին կպնեք և բոլորին կպնեք, ես ինքս բոլորին հավասար կպնում եմ և գովում եմ, որովհետև տենց մարդ չկա, որ մենակ վատը լինի, մենակ սխալ անի ու տենց մարդ չկա, որ մենակ ճիշտ լինի ու մենակ ճիշտ անի, ես գաղափարն եմ ընտրում, իմ գաղափարի շուրջը ես տեսնում եմ ով ա այդ պահին իմ գաղափարի շուրջը ճիշտ բան խոսացել, ես իրանց սատարում եմ, ուզում ա Քոչարյանը լինի, որ ես լրիվ իրա դեմ եմ, որովհետև ինքը ռսամետ ա ու ես համարում եմ, որ իրանք են կործանել մեր երկիրը, ամեն հարցում, դա Даже не обсуждается, բայց թող հələ փորձվի ինչ-որ մեկը օտարներից Քոչարյանի մի բան ասի, դա իրան չի ասում, դա ինձ ա ասում, դա մեր հայ տղամարդկանց ա ասում, ու գրում են, այսօր էլ իրան գալիս են իմ էջում գրում են, որ ինչ եղել ա մեր մեջ վատ, այդ Քոչարյանը ու Սերժն են մեղավոր, այդ դեր պակաս, իրանք ամեն ինչում ճիշտ էին, այդ հարցում իրանք ամեն ինչում ճիշտ էին, այդ դուք եք մեղավոր, դուք եք կռիվա անում, դուք եք հարձակվում Հայաստանի Արցախի վրա, դուք եք մեր երեխաներին գողանում, սպանում, այդ դուք եք մեղավոր, դուք եք ահաբեկիչ, իսկ իրանք ամեն ինչում ճիշտ էին, իսկ ուրիշ հարցերում ես լրիվ իրանց դեմ եմ, որովհետև իրանք իմ համար ամենավատն էին, Քոչարյանը մանավանդ, Քոչարյանը հաճույքով ա ռուսներին տալիս մեզ, իրանց փուրն ա տալիս մեր ամբողջ երկիրը հաճույքով, Սերժը էլի տալիս էր առանց հաճույքի, փորձում էր չտար, բայց չէր կարողանում ու համակերպվում էր, իսկ Քոչարյանը չէ, հաճույքով ա տալիս, դրա համար ես իրա դեմ եմ, բայց թող փորձվի մեկը իրան ահաբեկիչ ասի, ինքը երբեք չի եղել ահաբեկիչ, այդ դուք եք եղել ահաբեկիչ ու մինչև հիմա էլ կաք, ձեր Ալիևի գլխավորությամբ, այդ դուք եք Ռամիլ Սաֆարովին տարել ձեր մոտ ու հերոս սարքել, հային կացնա
կացինով սպանելու համար ու այսօր դուք չփորձեք ձեր կեղտը ու ձեր մեղքերը գցեք Քոչարյանի վրա ու օգտվեք այն պահից, որ մենք իրադեմ ենք։ Ոչ, այդ դուք եք մեղավոր ամեն ինչում։ Հայեր, դուք այդպես պետք է մտածեք, այդպես պետք է շարժվեք, որովհետև դա մեր երկրի շահերն է։ Կապ չունի Քոչարյանն է, Սերժն է, Լևոնն է, Նիկոլն է, Խզմալյանն է, Բևեռն է։ Ով կպնում է մեր երկրի շահերին, դուք չպետք է թողեք։ Իրար մեջ կերեք իրար, եթե այդքան կայֆ եք ստանում դրանից։ Ընդհանրապես հանդուրժողական չեք, ընդհանրապես չեք ընդունում իրար, ատելով ատում եք։ Արդեն ես էլ ձեզանից գլուխ չեմ հանում, ինչ ուզում եք արեք, բայց երբ որ մեկն ու մեկին այսքանից ահաբեկիչ են ասում, բերանները փակեք, որովհետև մեզանից ոչ մեկ ահաբեկիչ չի։ Չգիտեմ ինչ եմ այսքան խոսում ձեր համար, մեկա չեք ընդունում։